Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում եկամուտների հայտարարագրման նախագիծներ քննարկում, սակայն թեման շեղվեց ու ընդդիմություն իշխանություն բանավեճի եւ պատգամավորների միջև ձեռնամարտի վերածվեց։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթից հետո ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղից միմյանց արձագանքեցին, ապա միացավ Գառնիկ Դանելյանը։ Ժողովուրդ ջան, դաշնակցության ավանդույթը եթե պահում եք, միջև վերջ պահեք։ Շնորհակալություն, պարոն։ Այսքանը։ Եվ ես առաջարկում եմ հաջորդ անգամ պարոն Մանուկյան ցնցեք մեզ, ինչ որ խելացի բան ասեք։ Դե դուք ձեր մեջ ներքին վեճ ունեք դաշնակցականներով Հայաստան դաշինքի մնացած անդամներն պլեն են ընկել այս խոսակցության։ Չէ, չեք կարա։ Այդտեղից անընդհատ խոսում եք։ Տեղից անընդհատ խոսում եք։ Ինչ ալնում որ։ Նստեք։ Ինչի՞ չանեմ։ Նստեք։ Կանգնի, Մինասյան։ Դու նստած մնա այդտեղ։ Նախ դույով խոսա երիտասարդ, լսի, երիտասարդ, դույով խոսա, լսում ես, նստի տեղը, հանգստացի։ Ինչից լարվեց մթնոլորտն ազգային ժողովում, ընդդիմության եւ իշխանության տեսակետերը տարբեր են։ Ազգային ժողովի երկրորդ ուժը վստահ է, իշխանությունը բորբոքվեց Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հայտարարությունից հետո, որ պատրաստվում է նախագիծ ներկայացնել հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնելու մասին։ Մինասյանին արձագանքեց իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, հիշեցրեց, որ հայոց ցեղասպանությունից ընդամենը 3 տարի անց 1918 թվականին հայ հեղափոխական դաշնակցությունը բարեկամության եւ հաշտության պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ։ Այսպես ասած միջադեպից առաջ մենք հայտարարեցինք, որ ազգային ժողով մուտք ենք անում օրենքի նախագիծ ցեղասպանության ժխտումը, նսեմացումը քրեականացնելու համար, հավանաբար իրենց ռեակցիան պայմանավորված էր դրանով, որովհետև դրանից հետո սկսվեց, իսկ առհասարակ ազգային ժողովի նախագահան շարունակում է չհասկանալ ինքը որտեղ է գտնվում եւ շարունակ սադրանքներով նման պահվածքով Իշխանությունը մինչդեռ վեճի պատճառը այլ է համարում։ Միջադեպը սկսվել է նրանից հետո, երբ որ ելույթի ժամանակ դաշնակցության խմբակցության, արդեն դաշնակցության խմբակցությունը, չէ՞ երևի, դաշնակցության խմբակցության ներկայացուցիչների մեջ իրար մեջ խոսակցություններ գնում, ինչին ես արձագանքեցի, ասացի, ձեր մեջ դուք իրար հետ ինչ որ չլուծված հարց ունեք։ Ի պատասխան դրան պարոն Մինասյանը ասեց, ես էլ միկրոֆոնս կարամ միացնեմ եւ խոսեմ, բայց դա չեմ անում։ Դրան ի պատասխան ես խնդրեցի պարոն Մինասյանը նստի, դրան ի պատասխան Գառնիկ Դանելյանը ասեց՝ մի նստի Արծվիկ, որը իմ մոտ մի քիչ ծիծաղ առաջացրեց, ասացի դելա, որ ասում է մի նստի, կամ դու վեր կանգնի։ Ձեռնամարտը սկսվեց իշխանական Վահե Ղալումյանից ու դաշնակցական Գեգամ Մանուկյանից, ապա միացան իշխանական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը եւ Արեն Մկրտչյանը։ Ընդդիմությունից աչքի ընկան Հայաստան խմբակցության պատգամավորներ Աշոտ Սիմոնյանն ու Արման Ղազարյանը։ Խորհրդարանի ինդիմադիր եւ իշխանական խմբակցությունների բանավեճի մյուս թեման արդեն նիստերի դահլիճից դուրս քրեական օրենսգրքի փոփոխության հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող հոդվածի շուրջ է։ Քրեական օրենսգրքի 136 հոդվածով արդեն իսկ ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելի է։ Մեջբերում եմ, ցեղասպանության կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելիության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելիության հիման վրա, անձի կամ անձանց խմբի նկատմամբ պատելություն, խտրականություն կամ բռնություն հրահարելու նպատակով պատժվում է տուգանքով 20-պատիկից 40-պատիկի չափով, մինչև ազատազրկմամբ 2-ից 5 տարի ժամկետով։ Մենք կոնկրետ պատիժ ենք առաջարկում, կոնկրետ դեպքերի միջազգային փորձն է ուսումնասիրված, կան երկրներ, որ նման օրենքներ ունեն եւ տարօրինակ է, որ Հայաստանում դա մինչեւ հիմա չկա։ Սուտասանա Իշխան Սաղաթելյանը եւ ոչ միայն Սուտասանա, ես ձեզ ասեմ հետեւյալը, նախ նման հոդված քրեական օրենսգրքում վաղուց կա։ Արծվիկ Մինասյանն ազատության հետ զրույցում պարզաբանեց, գործող օրենքով պատիժը սահմանվում է այն դեպքում, երբ ցեղասպանության ժխտումը կատարվում է ատելության, խտրականության, էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելիության հիման վրա։ Մեր առաջարկած փոփոխությունը հետևյալն է, որ այս հոդվածը ամբողջությամբ վերաշարադրվում է, նախ հստակեցվում է, որ հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից կամ միջազգայինորեն ճանաչված ցեղասպանությունը ուրեմն արդարացնելը, դրանք քարոզելը կամ վտանգավորությունը որևէ կերպ նսեմացնելը առանց որևէ
ինչ-որ այլ շարժառիթներ։ Ընդդիմության նախագծով ըստ Մինասյանի խստացվում են պատիժները։ Օրինակ, եթե ցեղասպանության հերքումը արվել է հատուկ ատելություն ու բռնություն քարոզելու նպատակով, ապա պատիժը լինելու է ծանր հանցագործություն՝ 4-ից 8 տարի ազատազրկում նախատեսելով։ Հայաստան խմբակցության падգամավորների խոսքով նախագիծն արդեն շրջանառության մեջ է։